Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եվ բայց չտասի վերջին հարցը, բայց ես մյուս հարցս ամեն դեպքում ավելի ես բաժնում, քան բարեվարկություն բաժնում։ Գանք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործին, ես հիմա իհարկե չեմ բարեվարկության հետ չի։ Չեն սումա շատ երևիստեղ է։ Զուտ մասնագիտական առումով, հա, այս պահին կա Արարատյան դատարանի որոշում, որով դատարանը ըստ էության համարել է, որ երրորդ նախագահի գործողություններում հանցակազմ չկար, դա բողոքարկվել է վերաքննիչ դատարան, դեռ չգիտենք ինչ կասի վերաքննիչը կամ հնարավոր այլատյանները, բայց այնքանով ինչքանով կա, հա, Արարատյանի դատարանի վճռի մասով։ Հետ նայելով, օրինակ կարող է դուք գնահատում եք, որ այդ գործը ուրիշ ձև կքննեիք, ինչ-որ բաներ ուրիշ ձև կանեիք, թե դուք համարում եք, որ եթե հիմա հետ գնաք մի քանի տարի հետ, լրիվ նույն ձև կքննեիք այդ գործը։ Շնորհակալություն պարոն Յանիսյան հարցի համար, ասեմ ձեզ հետևյալը։ Բոլոր այն դեպքերում, երբ որ հարցը վերաբերվում է անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն, եւ ես այդ նպատակով կազմում եմ փաստաթուղթ, ես այդ փաստաթղթին վերաբերվում եմ այնպիսի զգուշավորությամբ, որ կանցնի մի տարի, 5 տարի, 10 տարի, եթե չի հայտնաբերվի որևէ հանգամանք, նշում եմ, չի հայտնաբերվի որևէ հանգամանք, որը ինձ նախկինում հայտնի չի եղել եւ օբյեկտիվորեն չէր էլ կարող հայտնի լինել, ուրեմն իմ մոտեցումը, իմ ստորագրած փաստաթղթին եւ իմ կայացրած որոշմանը չի փոխվի։ Առավել եւս չի փոխվի այդ գործով։ Եվ անկախ Հազար ներողություն, պարոն Մայլյան, ես միգուցե հարցս մի քիչ բան ձևակերպեցի։ Ես չեմ ասում, որ արդյոք դուք դեռ համարում եք, որ ուրեմն Սերժ Սարգսյանը կատարել է այդ կոռուպցիոն հանցագործությունը, թե չէ, հարցս դրա մասին չէր, հարցս նրա մասին էր, արդյոք գործը ուրիշ ձև կքննեիք, արդյոք կփորձեիք ուրիշ ձև ինչ-որ ապացույցներ բերել, ավելի շատ հիմնավորել, ավելի շատ հիմքեր դնել մեղադրանքի տակ, խոսքս հարցս ավելի շատ սրա մասին է, էլի։ Շնորհակալություն։ Պարոն Յանիսյան, այդ քրեական գործով նախաքննությունը իրականացվել է ամբողջական ծավալով, բոլոր հնարավոր ուղղություններով եւ բոլոր հնարավոր գործիքակազմը օգտագործելով։ Հիմա որ հետ գնամ 5 տարի ներողություն, մի փոքր ավելի 2019-ին եմ քննել այդ քրեական վարույթը, ես չեմ գտնում, որ կա ինչ-որ մի բան, որ ես պետք է անեի, կա ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ապացույց, որ ես կարող էի ձեռք բերել եւ ես դա չեմ արել։ Եվ իմ մոտեցումը կմնար նույնը։ Բայց եթե դուք բարձրացրեցիք այս գործի հարցը եւ ընդ որում բարձրացրեցիք այս փուլում, մի հետաքրքիր հանգամանք էլ ես կուզենամ նշել։ Բնական է այս հարցը տալիս եք, որովհետեւ նաեւ այս պատասխանները կհետաքրքրի հասարակությանը եւ հանրությանը։ Բայց իմ ներողություն մի բան ասեմ, ես որևիցե միտում չունեմ սա վերածելու այդ գործի հետ կապված ձեր մամուլի ասուլիսին, էլի։ Ինձ իրոք հետաքրքիր է հասկանալ ձեր պատկերացումները, վերանայում եք, չեք վերանայում այս կոնտեքստում։ Պատկերացումներս հետևյալն է, չեմ վերանայում, ուղղակի հիմա ավարտեմ միտքս։ Իմ կարծիքով հասարակությանը պետք է հետաքրքրի մեկ այլ շատ կարևոր հարց։ Քննիչ Մայլյանը 8 ամսվա ընթացքում քննեց քրեական գործ, առանձնացրեց դրանից 4 հատոր, 4 հատորի սահմաններում մեղադրական եզրակացությամբ քրեական գործը ուղարկեց դատարան։ Մոտ 1 տասնյակ դատակոչված վկաների պայմաններում 4.5 տարի Արարատյանի դատարանում տևեց այդ գործի քննությունը։ Ընդ որում իմ համար շատ անսպասելիորեն այդ գործով դատական նիստերը սկսեցին շատ արագ նշանակվել, հատկապես այն ժամանակ, երբ որ արդեն լրանում էր այդ գործի վաղեմության ժամկետները։ Ես մի բան խնդրեմ, էլի, քանի որ ես բարձրագույն դատական խորհրդի անդամ եմ, դատավորներ